Հիմա տեսեք, Ադրբեջանը շատ հստակ աշխատում է Ռուսաստանի հետ, Ռուսաստանը հրթիռակոծում է ծննդատուն, հիվանդանոց եւ էներգա արտադրող բոլոր օբյեկտները, որպեսզի հումանիտար աղետ առաջացնի, մարդիկ մեռնեն, որի պատճառով ստիպեն իշխանությանը հանձնվել, այդ ընթացքում ինքը գեներատորները առաջարկում Ուկրաինայի։ Այդ ընթացքում առանց ծնող երեխաներին մի Թուրքիայի նախագահի կինը նենց է դիմավորում սրտաճմլիկ, վայ լացդ գալիս է, բայց այդ նույն Թուրքիան Ռուսաստանի հետ պայմանավորված նրան օգնում է նաև էներգակիրների տարանցիկ ճանապարհ դառնալու համար։ Այսինքն ինքը աշխատում է Ռուսաստանի հետ, Ռուսաստանն ասում է շնորհակալություն, դու ինձ օգնում ես։ Ինքը ասում է ես քեզ ագրեսոր եմ ճանաչելու որևէ ֆորումում վերջինս Սևծովյան պարլամենտական հանդիպում։ Ինչի համար, որովհետև այսօր աշխարհը հասկանում է, որ Ադրբեջանը հումանիստ է։ Ինչի, որովհետև ինքը գեներատոր է տալի Ուկրաինային։ Այ բան Էրդողանի կինը, որ որբ երեխային սենց համբուրում է ու գրկում է, քանի միլիոն մարդ է աշխարհում տեսնում, միլիարդ։ Չէ՞, մենք ինչ ենք անում։ Մենք ընդհանրապես վախեցածել ենք, նույնիսկ ասենք, որ Ուկրաինայում հայ կա։ Չենք ասում ուկրաինացի կա, չենք ասում այդ պետությունը լավն է։ Ուկրաինայում մի քանի 100,000 հայ կա, որը հիմա սառում է, որը հիմա մեռնում է, որը պատերազմում մեռնում է, իր հայրենիքի համար կռվում է։ Մենք այդ մասին ընդհանրապես խոսում ենք, որ աշխարհը մեզ հասկանա։ Ես չեմ ասում մտնենք պատերազմով ամեղավորով արդա։ Ես փորձագիտական ձևով կարամ ասեմ սակա հաղթի թենա, բայց ես չեմ ուզում ընդհանրապես խոսեմ, որ ընդերի հայը կամ ընդերի հայը տարբերվում են։ Սա երկուսի հայրենիքն է, Ռուսաստանի հային էլ նրանն էլ, ասում եմ սա քու կռիվը չի Ռուսաստանի հայ, իսկ նա իր հայրենիքն անա չի կարա չպաշտպանի։ Այսինքն մենք ինչ ենք սա անում, աշխարհը մեզ ոնց պետք է հասկանա, մենք ինչ լեզվով ենք աշխարհի հետ խոսում, որ մեզ հասկանա։ Հետո մենք մեղադրում ենք, ասում ենք, այ մարդ չեն հասկանում է մեզ։ Բայց մարդը չի կարող հասկանա դու ոնց կարաս։ Ասեք այդքան ուղեղը տանջատած լինի, այսքան բան քո հետ կատարվի։ Տեսնում ես Ադրբեջանը ինչ է անում։ Ադրբեջանը ողողում է ամբողջ աշխարհով մի քանի հատ գեներատոր, որը Ուկրաինային առաջարկում է։ Ողողում է, որտեղ որալիքը միացնեք, որ թերթը բացեք դա է։ Ինչա, մարդը նայում ասում է, հալա լա էլի, այ մարդիկ սառում են Ադրբեջանը, բան։ Մենք այսօր մեր ուղեղը մտցրել ենք, որ ուկրաինացին ֆոսֆորը տվել է ադրբեջանցուն, այդ ֆոսֆորը Ռուսաստանը Ուկրաինայի դեմ հիմա օգտագործում է, չէ մենք մեր գլուխը մտցրել ենք, որ այդ ֆոսֆորը տվել է ուկրաինացին։ Իսկ տեղեկատվությունը հերքեց Զելենսկին եւ նշում որ այդ տեղեկատվությունը տարածվեց հենց նաեւ ռուսական 5-րդ շարասյան կարկառու ներկայացուցիչների օգնությամբ այդ ֆոսֆորի միֆը։ Հա, բայց ի վերջո դա ինչ է ասվում, նրանք չեն ուզում ճշմարտության հետ առերեսվեն, իրանք չեն ուզում հավատան, որ ֆոսֆորը ուկրաինական չի։ Այսինքն այնպես չի որ խոսքը հանրության մասին չէ, խոսքը նաև հենց նույն իշխանությունների կամ հասարակական կազմակերպությունների կամ այլ քաղաքական դաշտի խաղացողների նրանք կարող են իրականացնել այդ ձեր ասած գեներատորների սիմվոլիկ առաքումը Ուկրաինա, որպեսզի հասկանալի լինի, որ Հայաստանը եւս համահունչ է աշխարհի այդ մոտեցումներին, բայց նույն Ադրբեջանը գնում է հենց միջազգային տարբեր ատյաններում, տարբեր միջազգային հանրության ներկայացուցիչներում ներկայացնում է թե Հայաստանը Ռուսաստանի սատելիտ պետություն է, որ Հայաստանը ամբողջությամբ սատարում է Ռուսաստանին, որ Հայաստանը Ռուսաստանի ամենահավատարիմ դաշնակիցներից մեկն է։ Եվ անում է հակառակը, գալիս է ռուսների մոտ, ասում է, որ նրանք արևմտամետ են, նրանք ձեզ ծախում են, նրանք ձեզ դավաճանում են, նրանք ձեզ թիկունքից խփում են։ Այս քանի ամիս է Նիկոլ Փաշինյանը քանի անգամ այդ նույն միտքն ասել է, որ Ադրբեջանը գնում է Ամերիկայում ասում է Նիկոլ Փաշինյանը ռուսամետ է, Ռուսաստանում գնում ասում է արևմտամետ է։ Այդ լացակումած որ ասում եք պետական մակարդակով դուք չեք կարողանում հանեք այն փաստերը, որ հիմա խոսում ենք, դնեք միջազգային հանրության առաջ, ասեք ժողովուրդ ջան, այս կապիկությունը դուք ինչի եք լուրջ ընդունում։ Այս գեներատոր տվողը օգնում է Ռուսաստանին, Ռուսաստանի գազը սանկցիայի տակից հանում է, կողում է Եվրոպա, որ Ռուսաստանին փող տա, որպեսզի հարվածի այն էլեկտրոկայանին, որի գեներատորը հիմա առաջարկում է Ադրբեջանը, դա ով պետք է անի։ Լավ մի հատ զանգ եք Ուկրաինա մի հատ իմացեք ընդհանրապես Ադրբեջանի դեսպանը ինչ է անում Ուկրաինայում, քուչեքն ընկած ինչ հարցեր է լուծում, եւ մի հատ իմացեք Հայաստանի դեսպանն ինչ է անում։ Ամոթու նույնիսկ չեք իմանա թե ձեզ ոնց բայ եթե ընդեղից պատմեն որ ընդհանրապես բայց ունենք տենց կառույց, տենց մարդ, ունենք թե չէ։ Մի հատ իմացեք էլի, բա ոնց եք ուզում լինի։
Բայց մարդիկ այդ ձևի են հասարակական կարծիք ստեղծում։ Այդ ումա թվում, թե ոչ մեկի քունը չի տանում, նստած մտածում է, թե Հայաստանում ինչա կատարում։ Նա պետք է իր համար հասկանալի լեզվով լսի, չէ՞ դա։ Աղետ, հումանիտար, Ուկրաինա, պատերազմ, Արևմուտքը Ռուսաստանի դեմ, Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, Հայաստանը Ռուսաստանից չի բողոքում։ Պուտինի նկարն առած Արցախը մանագալի, մեզանից ինչ եք ուզում։ Այսինքն իրանք ասում են, որ Պուտինն է այս ամեն ինչը սարքի։ Դու նրա նկարը գրկած ման ես տարած, պես ճար չունեմ, էլի ճար մի ունեցի։ Գլխի դիրեք նկարը, բայց Հայաստանին պատվիրակի այդ մասին խոսել, չէ որ Հայաստանը խոսում է, չէ, Հայաստանը իր հետ կապված է խոսում, այսինքն Հայաստանը չի վախենում խոսելուց, բայց դու Հայաստանին չես պատվիրակում։ Դու այն ժամանակ, երբ որ բիզնեսմեն Արայիկ Հարությունյանին ընտրում էին նախագահ, առիթ ունեցել եմ դրա ձայնագրությունը կա, որ ասել եմ սխալվում է արցախցին, որ իրան ընտրում է նախագահ։ Այն ժամանակ ինքը ողնուծուցով Նիկոլ Փաշինյանի դրածոներ ու կատարածուներ, չէր կարելի նրան դնել նախագահ, բայց դրել եք, լավ եք արել, դուք եք որոշել, հարգում եմ ձեր ընտրությունը։ Դրանից հետո եղավ պատերազմ, տեսակ, որ այդ պատերազմն ու բիզնեսմենը իրար հետ բռնող բան չէր։ Դրանից հետո այս բիզնեսմենին խիբերեցիք, լավ դուք չեք հասկանում, որ բիզնեսմենը իր աշխատած փողը չի դնելու ձեր բյուջեի մեջ։ Ոնց է որ դուք ձեր ճանաչած բոլոր քաղաքական այսպիսի խնդիրների մեջ գտնվող Արցախը Ռուսաստանից եկած դրածո բիզնեսմենին բերում է, դե մի ճանապարհը բացի, բախի չես բացում։ Բայց մեծ կապերի տեղ տղա ես, ում ես ասում ճանապարհը բացեք։ Բայց նա Ռուսաստանի հետ բանակցի։ Արցախ բադու դրանին չի համարեիդ ողջավորված ընդունում։ Ես այդ մարդուն անձամբ չեմ ճանաչում, անձամբ իր ոչ մի խնդիր չունեմ, ես կյանքում անձնական թեմայից չեմ խոսում։ Ես ուզում եմ ասեմ, այսինչ են մարդկանց փաստի առաջ կանգնում։ Քանի տասնյակ անգամ եմ ես այդ մասին ասել, որ Ռուբեն Վարդանյանին նշանակելով խնդրեմ եք ունենալու։ Դուք չեք հասկանում, որ ձեր գլխին սարքում եք։ Հիմա եթե դրանից հետո կայնեմ ասում եմ, բա ում մտքով կանցներ։ Ժողովուրդ ջան, բա դուք ում եք լսում, որ մտքով անցնի։ Դուրս եկեք մի հատ Facebook-յան ստատուսների մակարդակից եւ լսեք մարդկանց, ովքեր ձեզ բան են բացատրում։ Երեք Երևանում ՄԱԿ-ի ներկայացուցչությամբ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի